Լևոն Քոչարյան, Ռուբեն Ռուբինյան բանավեճ է սկսվել այսօր խորհրդարանում, երբ Հայաստան խմբակցության պատգամավորն արձագանքել է ազգային ժողովի նախագահի 2 օր առաջ արած հայտարարություններին։ Անճշտություններին։ Կիրակի, երբ Ռուբեն Ռուբինյանի խորհրդանի նախագահ ընտրվելու հարցն էր քննարկվում, նա Լևոն Քոչարյանի հարցին անդրադառնալիս որպես բռնաճնշման օրինակ բերել էր 2008-ին իր հոր Կարապետ Ռուբինյանի կալանավորումը, պնդելով, թե նա քաղբանտարկյալ է եղել։ Արդյունքում գործը փլվեց եւ կասեցվեց քրեական գործը, նա ազատ արձակվեց։ Ես գիտեմ, որ նա բռնաճնշում է։ Լևոն Քոչարյանը նկատում է, որ իսկապես կալանավորված է եղել Ռուբեն Ռուբինյանի հայրը, նա ազատ է արձակվել, որովհետև դատախազությունը հետ է վերցրել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ մեղադրանքը ու գործը կարճվել է։ Միգուցե անմեղ մարդիկ այդ ժամանակ ձերբակալվել են, կալանավորվել են, հնարավոր է այստեղ չեն վիճում, բայց մի մարդ, եթե հաստատ անմեղ չի ձերբակալվելու դատական գործը իր հետ կապված եղել է, իմ խորին համոզմունքով դա Նիկոլ Փաշինյանն էր։ Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքներին ի պատասխան Լևոն Քոչարյանը փորձում է թարմացնել ՔՊԱ-ականների հիշողությունը ու ազգային ժողովի ամբիոնից միացնում է հայտնի ձայնագրությունը։ Ես յուրաքանչյուրին կոչ եմ անում, ունենալ ձեռքին ինչ-որ բան, ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Քոչարյանն ընդգծում է, այս խոսքերը հնչեցնելու ժամանակ դեռ ոչ ոք չէր զոհվել, ինչին հակադարձում է Ռուբինյանը ու բնական համարում Փաշինյանի քարեր, ձողեր վերցնելու կոչերը։ Դնում եք ձայնագրություն, որ Նիկոլ Փաշինյանը ասում է իրեր վերցրեք, որ պաշտպանվեք։ Իհարկե պետք է իրեր վերցնեն, որ պաշտպանվեն, որտեղ ինքն է պաշտպանվում, որովհետև բա դրանից մի քանի ժամ առաջ հատուկ ջոկատայիններ եկի հարձակվել են մարդկանց վրա։ Բա ինչ եք ուզում։ Պարզ չի որ բարիկադավորվեն։ Ռուբինյանը պնդում է, թե Միեդը վճռել է, որ մարտի 1-ի զոհերի պատճառը եղել է պետությունը։ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ դատապարտվել, մի խանգարեք ինձ, դատապարտվել է ապօրինի կերպով։ Միեդն այդպիսի վճիռ է կայացրել, որովհետև այն մարդիկ, որոնք եղել են բարիկադների մի կողմում, հետո եկել են իշխանության ու շահագրգռված չեն եղել, որ բացահայտվի իրականությունը, նկատել է Քոչարյանը։ Այսինքն այն փաստերը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ներկայացներ պաշտպանելու համար իր դատարանի կայացրած վճիռը, մի կողմ դնեմ ճիշտ էր, սխալ էր, բայց այն ֆունկցիան, որը պետք է ունենար, այդ կողմը ու մյուս կողմը իրանք մի կողմ են դարձել։ Իմիջիալոց մենք նաև դիմել էինք այն ժամանակ, եթե չգիտեք, պարոն Հարությունյան, մենք նաև դիմել էինք Միեդին, ասելով, որ սա բացառիկ երևույթ է, հասկանում ենք ձեր տեսանկյունից էլ, բայց մեզ էլ իրավունք տվեք, որպես երրորդ կողմ փաստարկներ ներկայացրել, մեզ ցույց չեն տվել։ Քոչարյանի կարծիքով հայ հասարակությունն այլևս չի ուզում քաղաքական թիվ 1 ամբիոնում այսպիսի քննարկումների ականատես լինել, բայց իրենք ստիպված են լինում արձագանքել, որովհետև ՔՊԱ-ականները բոլոր հարցերին ի պատասխան անցյալի իրադարձություններն են հիշեցնում։ Հարցնում ենք Տիգրանաշենը, վերջը հնարավոր է այն տարածքը, որը հիմա կոչվում է Տիգրանաշեն, հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Չկա ուղիղ պատասխան, այս կողմ, այն կողմ, մարտի 1, հոկտեմբերի 27, ժողովուրդ քանի անգամ պետք է կրկնեք այս ամեն ինչը։ Ինչ գիտեք, մեկ-մեկ ինձ թվում է, ես պետք է այն կողմ նայեմ, Նիկոլ Փաշինյանն է այնտեղ նստած լինի։ Չէ, բայց ոնց հասկանում ենք, այնտեղ է ինքը նստած։ Վարչապետը արդեն 8 տարի, դուք իշխանության եք արդեն 8 տարի։ 8 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունը միայն վատթարացրել է Հայաստանի ունեցած ցուցանիշները տարբեր ոլորտներում։ Խորհրդանի ամբիոնից Լևոն Քոչարյանը օրինակներ է ներկայացնում։ Միջինը երկնիշ տնտեսական աճ 10 տարվա ընթացքում։ Ու թե ամենակարևորը խաղաղության ու անվտանգության առումով։ Տեսեք, Քոչարյանի 10 տարիներին խաղաղություն կար, Արցախ կար, Նիկոլ Փաշինյանի ժամանակ չկա։ Կար, չկա, պարզ է, չէ՞։ Ըստ Ռուբինյանի 1998-ին գրեթե հավասար էին Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեները, 2008-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն 5 անգամ ավելի էր։ Ես իրոք չէի ուզում միջամտել այս բանավեճին, բայց պատմական ճշմարտությունները չի կարելի կեղծել։ Այլ ճշմարտությամբ է հակադարձում Ռուբինյանին Լևոն Քոչարյանը։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով 1998-ից 2008 թվականներին Ադրբեջանի ռազմական բյուջեն 2,2 անգամ է ավելի եղել Հայաստանի բյուջեից, 2018-ից 2025 թվականներին 3 անգամ։ 2-2-ը 3-ից մեծ է թե փոքր։ Ձեր դեպքում 3 տարբերությունը Ադրբեջանի հետ, մյուս դեպքում 2-2։ Նույնիսկ ասեմ, հաշվի չեմ առնում այն ինչը որ
Արցախին նա եղել։ Դատախազության 200 միլիոն դոլարի պահանջ է իր ընտանիքից անհիմն է համարում Քոչարյանը, հիշեցնում, որ դրանից առաջ 4 միլիարդի առասպելներ պտտվում, որ փլվեց։ Եթե 200 միլիոն եք ասում, առնվազն պետք է այնքան պարկեշտություն ունենալ, որ Նիկոլ Փաշինյանից սկսած, որ կանգնեն ասեն ժողովուրդ, մենք ձեզ 15-18 տարի մոլորության մեջ ենք գցել միլիարդներից ու չգիտեմ ինչերից խոսալու։ Հայաստան խմբակցության падգամավորը եւս մեկ անգամ հայտարարում է, որ կեղծ է համացանցում տարածված ձայնագրությունը, որում իբրև թե Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինին 2023-ին խնդրում է իրավիճակից ելք գտնել, որովհետև իբր նրա հետ փոխհամաձայնությամբ է վերադարձել քաղաքականություն։ Փորձաքննության տվեք։ Եկեք անկախ փորձաքննության տան։ Կամ դատի տվեք պարոն Ալեքսյանին։ Ամեն դեպքում պարոն Ալեքսյանին դատի տվեք։ Սուս մնացեք որ խոսում եմ։ Լիլիթ Սարգսյան, Նորա Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Գիտեք ակնհայտ ու այս ամեն